նաև այսօր ընդդիմադիր ուժերի գրասենյակներում, շտաբերում հուզարկություններ են համատարած և դրանց զուգահեռ նաև ձերբակալություններ կան, ընդդիմադիրներն ասում են, որ դուք սրանով խափանում եք ընտրական գործընթացը և նաև ձեր վախերի արտահայտություն է։ Դուք արդյոք վերջին օրերին թողնելով այդ ձերբակալությունը, որովհետև նոր չէ, հաստատական հենց 3 չէ պարտական այդ հաստատական հիմքերը, ինչու է հենց ընտրությունների օրը և դրա մեկ օր առաջ, դրանից մեկ օր, երկու օր առաջ նման գործընթացներ սկսել։ Ես վստահ եմ, որ դուք շատ երկար ժամանակ լուսաբանում եք Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Եվ ընտրակեղծարարները այտենց մի հատ բնավորություն ունեն։ Նախապատրաստելու գործընթացները, իսկ աշարքները բաժանելու վերջին օրերին եւ վերջին ժամերին։ Բայց ձեր պնդումը նրա մասին, որ մենք այդ ամեն ինչը եւ իրավապահները թողել են վերջի պահին, ճիշտ չէ։ Որովհետեւ դուք ուրեմն լսել եք տասնյակ ձայնագրություններ ձերբակալությունների, որոնք հանդիսացել են ձերբակալությունների եւ կալանքների հիմք։ Ես եթե չեմ սխալվում, մի քանի տասնյակ գործ կա հարուցված արդեն։ Երեկվա դրությամբ 200, գրեթե 200 ձերբակալված 200 ձերբակալված անձ կա։ Եվ ըստ էության բոլոր այս թվերը, եթե դնում ենք իրար կողք, դա վկայում են մասին, որ ձեր պնդումը, որ մենք թողել ենք այս ամենը վերջին պահին եւ իրավապահները վերջին պահին են գործում, իրականության չի համապատասխանում եւ նման պնդումներ նաեւ անում են քաղաքական ընդդիմախոսները, որովհետեւ ակնհայտ է, որ եւ մթնոլորտը եւ սոցիոլոգիական հարցումները, որոնք մենք ունենք եւ ունենք, վկայում են այն մասին, որ իրենց վիճակը նախանձելի չէ եւ այսպես ասած ռետորաբանությունը, որ հատկապես կա վերջին օրերին, վկայում են մասին, որ իրենք այսպես իրենց պարտության հիմքերն են փորձելու գտնել ամբողջ այս քարոզչական ապատեղեկատվության հորձանուտի մեջ։ Եվ ծավալները ըստ էության մեծ է, որովհետև կարծես թե այն մարդիկ, ովքեր ներգրաված են այս process-ի մեջ, ավելի շատ փող ունեն եւ ավելի շատ փող են հատկացրել եւ ոչ միայն իրենք, այլ նաեւ որոշ այլ օտարածին ուժեր։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։